Երբ է բնությունը դիտվում որպես պարման ռեսուրս եւ երբ որպես պատասխանատվություն։ Հենց այս հակադրության շուրջ է կառուցված անսպար բնություն, Դարմանի եւ Թույնի միջև խորագրով խմբակային ցուցահանդեսը, մեկ հարթակում միավորելով հայ եւ կիպրացի ժամանակակից արվեստագետներին։ Ինստալյացիաների, լուսանկարների, քանդակների եւ գեղանկարչական աշխատանքների միջոցով հեղինակները բացահայտում են բնություն մարդ շարունակական երկխոսությունը։ Արվեստի լեզվով բնության այս խնդիրների մասին խոսելը մեզ եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս, որ ավելի ուշադիր լինենք ու ավելի հոգատար լինենք բնության նկատմամբ մեր շրջապատող, մեր առօրյա կյանքում մենք երբեմն անփույթ ենք լինում եւ որը տարիների դարերի ընթացքում էս բերում է մեծ աղետների։ Ցուցահանդեսում ներկայացված է 17 աշխատանք, որոնց մեջ առանձնանում են նկարիչ Արմեն Հակոբյանի հայկական լեռների բնապատկերները։ Արվեստագետն ասում է, ինչպես բնությունն է անընդհատ փոխվում, այնպես էլ ինքն է յուղաներկին թույլ տալիս ազատորեն հոսել կտավների վրայով։ Ինքը հոսում է միշտ վերևից ներքև, միշտ կարճ ճանապարհով, ոնց են գույները գալի խառնվում իրար, որտեղ որ էլի խնդիրը գույնը չի, գույնը պայմանական է, խնդիրը հենց իրանց էլի ճիշտ խառնվելն է։ Ու այդ հետաքրքիր, որ ինքը միշտ սիրուն է։ Ոնց որ սարերն են իրականում միշտ սիրուն։ Արհեստական բանականությամբ ստեղծված ինստալյացիայում բնությունն է իր ողջ մայքով։ Տարվա եղանակները, ջուրը, բույսերը, թռչունները, գիշերն ու ցերեկը։ Սա ազատ, անկանխատեսելի բնության խորհրդանիշն է, բնութագրելով դրա ինչպես կենարար, այնպես էլ երբեմն կործանարար ուժը։ Մենք պետք է մտածենք, հասկանանք, որ մենք բնության մեջ ենք, այդ բնության մասն ենք ու մեզնով չի սկսվում այս ամեն ինչը ու չի բրծնում այս ամեն ինչը։ Մեր ներկայությունը ու մեր գործունեությունը պետք է ենթադրի պատասխանատվություն։ Պատասխանատվությունից մեր առաջ։ Ցուցադրության հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին Կիպրոսում, արդեն նոր միջավայրում շարունակելով ձևավորել ու զարգացնել հայ-կիպրական մշակութային համագործակցությունը։ Հասմիկ Պողոսյան, Արամ Հարությունյան, լուրերի համար։